Դառնալով 2025 թվականի գիտության շաբաթը իմ դպրոցում ապակենտրոնացված միջոցառումների ակտիվ մասնակիցը Երևանի Պեյո-Յավրովի անվան համար 131 հիմնական դպրոցը ներկայացնում է գիտության շաբաթվա ընթացքում անցկացված հետաքրքիր գիտափորձերն ու աշակերտների կողմից ստեղծված խաղերն ու սարքավորումները։ Ես Մարի Հովհաննիսյանն եմ, սովորում 9-րդ դասարանում, իմ խաղն անունը Buzz Game։ Իմաստն է, որ երբ մետաղական օղակը դիպչում է մետաղելարին, էլեկտրական շղթան փակվում է եւ ձայն է արձակում։ Ես Վահե Գաբրելյանն եմ, սովորում եմ 9-րդ դասարանում։ Այս փորձով ես ցույց կտամ հոսանքի քիմիական ազդեցություններից մեկը, կօգտագործեմ գալվանաչափ, կարտոֆիլ, խնձոր եւ լիմոն։ Այժմ նույն փորձը կատարենք կիտրոնով, այս դեպքում արդեն կիտրոնաթթվի առկայությամբ առաջանում է հոսանք եւ սլաքը այս դեպքում նույնպես շեղվում է։ Բարև ձեզ, ես Տարոն Մեքենյանն եմ, 7-րդ դասարան եւ ներկայացնում եմ ռոբոտ ոզին, որը կարողանում է տեսնել աղբը եւ ցույց տալ, որ գտնվում է տարածքում կա աղբ։ Օրինակ տուփը տեսներից մոտենում է եւ ցույց է տալիս աղբի առկայը։ Ես Արմեն Մելիքսեցյանն եմ, սովորում եմ 9-րդ դասարանում։ Ես պատրաստել եմ այս սարքը, որը կարողանում է չափել հողի խոնավությունը։ 4 միջավայրում արձակում է այս ազդանշանը։ Իսկ խոնավ միջավայրում այս։ Ես Անի Մանուկյանն եմ, սովորում եմ 7-րդ դասարանում։ Այսօր ներկայացնելու եմ հրաբուխի ժայթքման երկու տարբերակ։ Առաջին տարբերակի համար մեզ հարկավոր է սոդա եւ կիտրոնի աղ եւ քացախ։ Բարև ձեզ, ես Շուկրմուրզաննան եմ, 131 դպրոցից, սովորում եմ 9-րդ դասարանում, այսօր ես ձեզ կներկայացնեմ իմ երկու նախագծերը։ Առաջինը 3D մոդելավորված ձեռք է, որը որ կրկնօրինակում է մարդու ձեռքի շարժումները իրական ժամանակում տեսախցիկի օգնությամբ։ Ես ստեղծեցի աղբի տեսակավորող ռոբոտ։ Նրա առաջադրանքը պարզ է՝ բաժանել թափոնները ըստ տեսակների՝ պլաստիկ, մետաղ, օրգանական։ Բայց այդ պարզության ետևում թաքնված է կարևոր նպատակ՝ ցույց տալ, որ տեխնոլոգիաները կարող են օգնել մեզ աշխարհը դարձնել մաքուր։